թե մեր այսպես քաղաքացիների վրդովմունքը շարունակվի նաև որպես փողոք ցուցադրապար տածքի մեջ լինել, ես վստահ եմ, որ արդյունք կտա։ Իսկ ինչ վերաբերում է նախագահ Կոչենցյալի խոսնակի ասածին, ես կարծում եմ, որ սա հերթական դա պետք է դիտարկել որպես հերթական սիրունչեի նախերգանք։ Կարծում եմ, որ շուտով մենք հերթական սիրունչեն կլսենք Սերժ Սարգսյանի շրթերից։ Ինչ կատարվում է Վարդանի նկատմամբ, սա վայրենիություն է, ես ուրիշ ցև չեմ կարող բնութագրել, երբ մարդը վիրավոր է, այդ մարդուն առաջին հերթին նորմալ ապաքինման պայմաններ են պետք։ Իսկ դատաքննությունը խնդրեմ թող ընթանա եւ ապաքինումից հետո թող ջիրը գայացվի, ինչպես ասում են օրենքի առաջ բոլորը հավասար են, խնդրեմ, սակայն մենք շատ լավ գիտենք, որ մեր երկրում օրենքի առաջ բոլորը հավասար չեն։ Մենք շատ լավ գիտենք, որ ինչպիսի հանցագործներ, նույնիսկ ոճրագործություն, ոճիր գործած հանցագործներ այսօր ազատության մեջ են գտնվում։ Ուստի երբ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը շարունակի ճնշել այս համագարկին, ես վստահ եմ, որ ոչ միայն Վարդանի այսպես ասած անազատության խնդիրը կլուծենք, այսինքն ազատության խնդիրը, այլ բազմաթիվ հարցեր, մինչև մեր պատկերացրած պետության ստեղծումը։ Վարդանը այն հազվագյուտ մտավորականներից էր, որ համարձակորեն իր ազատ խոսքը ասում էր, հստակ գնահատում էր, թե այս ինչպիսի համագարկ է կամ մեր երկրի իրավիճակը ինչպիսին է։ Վստահ եմ, որ այս ռեժիմը այսպիսի առիթ էր փնտրում Վարդանին ճնշելու։